Լուսաբացն ամենևին էլ խաղաղ չէր Իրանի եւ բնականաբար ամբողջ տարածաշրջանի համար։ Իսլամական Հանրապետության բնակիչներն արթնացան ոչ թե արևի առաջին շողերից, այլ պայթյունների դղրդյունից։ Այն ինչի մասին շաբաթներ շարունակ խոսում էին փորձագետներն ու դիվանագետները, դարձավ իրականություն։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է։ Իսրայելը Միացյալ Նահանգները հայտարարել են Իրանի դեմ լայնածավալ համատեղ ռազմական գործողությունների մեկնարկի մասին, թիրախում ունենալով Իրանի ռազմական եւ հրթիռային ենթակառուցվածքները։ Սրանք հետևանք են ամիսներ շարունակ կուտակված լարվածության, փոխադարձ սպառնալիքների եւ կարմիր գծերի հատման։ Վաշինգտոնը պնդում է գործել է անմիջական սպառնալիքը կանխելու համար, մինչդեռ Թեհրանը հայտարարում է ագրեսիան անպատասխան չի մնա։ Իրանն անցել է հարձակման, թիրախավորելով ոչ միայն Իսրայելը, այլև տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան բազաները։ Վաշինգտոնն օպերացիան անվանել է Էպիկ ցասում, Թել Ավիվը առյուծի մռնչոց, նաև Եհուդայի վահան։ Իսկ Իրանն իր պատասխան գործողությունները կոչել է Խայբարի մարտ, նաև փոթորիկի վերջը։ Առավոտյան ժամերից սկսած հզոր պայթյուններ են որոտացել Թեհրանում եւ երկրի տարբեր քաղաքներում՝ Սպահանում, Ղոմում, Քերմանշահում, Թավրիզում, Դեզֆուլում, Նավահանդում, Կանգավարում, Բուշերում եւ Բանդար Աբասում։ Ըստ տարբեր աղբյուրների թիրախավորվել են 30 օբյեկտներ, այդ թվում Իրանի նախագահի նստավայրը, հետախուզության նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, նաև գերագույն առաջնորդ Ալի Խամենեի համալիրի տարածքը։ Հաղորդվում է, որ Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր, նրա կեցավայրի հատվածում եւս պայթյուն է արձանագրվել։ Այլ տվյալներով Իրանում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ խափանվել է, հասնելով սովորական մակարդակի մոտ 4%-ի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձով հայտարարել է լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին, ընդգծելով, որ նպատակը Իրանի հրթիռային եւ ռազմական կարողությունների չեզոքացումն է։ Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին, վերացնելով անմիջական եւ անխուսափելի սպառնալիքները։ Ես իրանական անվտանգության ուժերին կոչ եմ անում վայր դնել զենքը եւ խոստանում եմ արդարացի վերաբերմունք նրանց նկատմամբ, որոնք կհրաժարվեն դիմադրությունից, հակառակ դեպքում նախազգուշացնում եմ ծանր հետևանքների մասին։ Նրանց գործունեությունը ուղղակիորեն սպառնում է Միացյալ Նահանգներին, մեր զորքերին, արտերկրում գտնվող մեր բազաներին եւ մեր դաշնակիցներին ամբողջ աշխարհում։ Թրամփը միաժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ոչնչացնել Իրանի հրթիռները, նավատորմը եւ ռազմական արդյունաբերությունը։ Ավելի քան 12 ամերիկյան ռազմանավ գտնվում է Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ գործողության մեջ տեղակայել է իր տիեզերական, ռազմաօդային, ռազմածովային, բանակային ուժերը եւ ծովային հետևակի կորպուսը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ իրենց գործողությունը միտված է գոյաբանական սպառնալիքի վերացմանը։ Այս մարդասպան ահաբեկչական ռեժիմին չի կարելի թույլ տալ զինվել միջուկային զենքով։ Մեր համատեղ գործողությունը պայմաններ կստեղծի, որպեսզի Իրանի խիզախ ժողովուրդը իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը։ Նեթանյահուն նշել է, որ օպերացիան կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ իր հերթին հայտարարել է Իսրայելի ուղղությամբ առնվազն 30 բալիստիկ հրթիռ արձակելու մասին, հնչել են օդային տագնապի ազդանշաններ Թել Ավիվում եւ Երուսաղեմում։ Իրանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել ռազմական եւ քաղաքացիական օբյեկտներին, կոպտորեն խախտելով երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իրանական կողմը հայտարարել է, որ Իրանը կպաշտպանի իր տարածքն ու ժողովրդի անվտանգությունը։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակը հայտարարել է. Թեհրանը Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին դաս կտա, որը նրանց պատմության մեջ երբեք չի եղել։ Ըստ նրա, թշնամին պետք է գիտակցի, այս տարածաշրջանում ուժի լեզուն չի կարող լուծում բերել։ Թեհրանը չի ձգտում պատերազմի, բայց թույլ չի տա, որ սպառնալիքի տակ դրվի իր ժողովրդի անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։ Պատասխանը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել։ Իրանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը։ Ըստ չհաստատված տեղեկությունների, Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամիին զոհվել է Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով։ Նաև մահափորձ է կատարվել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի դեմ։ Հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ եւ քաղաքական պաշտոնյաներ եւս զոհվել են Միացյալ Նահանգներ Իսրայել հարվածների հետևանքով։ Տեղեկություններ են տարածվում նաև Բահրեյնում գտնվող Միացյալ Նահանգների ռազմածովային օբյեկտի Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված Ալ-Զաֆրա ավիաբազայի
ուղղությամբ հարվածների մասին։ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից իրանական հրթիռների խոցման պահին Աբու Դաբիում 1 մարդ զոհվել է։ Իրաքի երկնքում ևս նկատվել են թևավոր հրթիռներ, իսկ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներից իրականացվում են ինտենսիվ գործողություններ։ Մի կողմից հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է 70,000 պահեստազորայինների զորակոչ, մյուս կողմից Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբն է հայտարարել, որ Իսրայելին օգնություն ցուցաբերող ցանկացած երկրի ռազմաբազան կդառնա իսլամական հեղափոխության կողմից հարձակումների թիրախ։ Ի աջակցություն Իրանի, Եմենի հութիները որոշել են վերսկսել հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումները Իսրայելի նկատմամբ։ Առաջին հարվածը կարող է լինել արդեն այսօր։ Իրանը, Իրաքն ու Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները։ Արաբական Միացյալ Էմիրությունները ևս ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը։ Հայաստանի հարավային ուղղությամբ թռիչքները փաստացի խափանված են։ Զվարթնոց օդանավակայանից հաղորդում են չեղարկված եւ հետաձգված չվերթների մասին։ Թեհրանի կառավարական թաղամասը ենթարկվել է նոր հարվածների, հրապարակվել են կադրեր ավերված բնակելի շենքերից։ Իրանի արտգործնախարարությունը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել իր դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների առնչությամբ։ Միաժամանակ հաղորդվում է կիբերհարձակումների մասին իրանական լրատվամիջոցների դեմ։ Իրանի խորհրդարանն էլ հայտարարել է, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը կվերածվի Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի։ Սա այն վկայում նաեւ ժամարժան փոփոխվող զարգացումները։ Յուրաքանչյուր նոր հարված ընդլայնում է հակամարտության աշխարհագրությունը, այն դարձնելով ոչ միայն երկկողմ բախում, այլև գլոբալ անվտանգության լուրջ փորձություն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։